Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը, իսկական անունը Սողոմոն Սողոմոնյան, ծնվել է 1869 թվականին Փոքր Ասիայի Քյոթայիա քաղաքում, նրա ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում, սովորել է Գևորգյան ճեմարանում, Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Կոմիտաս գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն։ Նա հավաքել և գրավել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է։ Հայոց ցեղասպանության ժամանակ 1915 թվականի ապրիլին շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ Օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում բանտարկյալների ճամբար, նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարումներ և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային ստրես։ Նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները։ Ըստ Իսահակյանի, Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը մեր ազգային անսպար հարստությունը։ Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը։ Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի հավատի մեջ կեղծված ժողովրդի խուլ բողոքն ու ցածրումը բռնության ստրկության դեմ։ Նրան խեղդված վիշտը իր ավազուր կյանք է պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։